Լույսը բարի է, օրն էլ է բարի, լավ ու հրաշալի օր եմ մաղթում բոլորիս։ Եկեք կարդամ ձեզ համար եւ իմ համար 130 Սաղմոսը, Սաղմոսից տեղեր եւ աղոթք անենք առ Աստված։ Սա Դավթի Սաղմոսներից է եւ ասում է. «Ով Տեր, խորը տեղերից դեպի քեզ եմ կանչում։ Ով Տեր, լսիր իմ ձայնին, թող ականջներդ մտիկ անեն իմ աղոթքի ձայնին։ Տեր, եթե դու անօրենություններ համարես, ով կկենա Տեր, որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզանից վախենան։ Ես սպասում եմ Տիրոջ, իմ անձը սպասում է, ես նրա խոսքին եմ հուսացած։ Հալելույա»։ Մի ուրիշ Սաղմոսում, Սաղմոս 64-ում 6-րդ խոսքում Դավիթը նորից ասում է. «Նրանք անօրենություններ են խորում եւ ասում, կատարեցին քնարը հնարված է, մարդիս ներսը եւ սիրտը խոր է»։ Հալելույա։ Սիրելիներս, գիտեք, խորը տեղերից Դավիթը հասկանում էր, որ մարդը ինչ որ անում է, այն խորը տեղերում մտածում է այնտեղից, որ մարդ չի տեսնում, բայց գիտես, Աստված գիտի, մեր ներսը, մեր խորը տեղերը, ամեն բան պարզ բաց ու հայտնի է։ Ինչա պետք մեզ անել, ոչ թե երեսանց աղոթներ, երեսանց մտածել, այն ծածուկումը, մենք պետքա Աստծուն եկեք տանենք, ինքը մեկա տեսնում է, տանենք այնտեղ, մեր խորը տեղերը, մեր խորը տեղերից կանչենք նրա անունը, թող այնտեղ լուծումը նա տա։ Արեք միաբան աղոթենք, տանենք Տիրոջը մեր խորը տեղերը, թող երեսանց աղոթ չլինի, Տեր, արի մեր հետ մեր խորը տեղերը, մեր թաքնված տեղերը, որ ոչ մեկը չգիտի, միայն դու գիտես, մեր մոտիկները նույնիսկ չգիտեն, բայց դու գիտես, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ, այցելություն արա մեր խորը տեղերը, բժշկիր մեզ, մեր խորը վերքերը, մեր խորը մեղքերը, մեր խորը սխալները, Տեր իմ Աստված։ Այսօր Տեր, թող մեր խորքերում ազատություն գա, Հիսուսի անունով ենք խնդրում, կատարյալ ազատություն եւ բժշկություն գա մեր խորը տեղերում, Տեր, մեր խորը տեղերից թող քեզ փառք տանք, շնորհակալություն հայտնենք, ոչ թե երեսանց, այլ իրոք խորը տեղերից կանչենք քո անունը, ոնց որ Դավիթն էր ասում, փառք քեզ, հավիտյան փառք քեզ, հալելույա։ Շնորհակալ ենք, որ դու լսում ես մեր խորը տեղերից, երբ որ քեզ ենք կանչում։ Շնորհակալ ենք, որ դու լսում ես մեր ձայնը։ Շնորհակալ ենք, որ դու մեր խորը տեղերում ես, Տեր, փառք քեզ ամեն ինչի համար։ Ամեն։